Թե ինչ սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք թողարկումը եւ մեր տաղավարում եմ շատ սպասված հյուրեր մի գեղեցիկ օր հեռուստասերիալ շարունակում է ասա այդ բառը հասմիկ այո այդ բարի ռեկորդներ սահմանել եւ մեր տաղավարում են դերասաններ, աշակերտներ Արսինե Թադևոսյանը եւ Գոր Կարապետյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս, սիրելի գործընկերներ։ Շնորհակալություն, որ ձեր առավոտը սկսում եք մեզ հետ։ Ու եկեք սկսենք ամենասկզբից։ Ինչպես իմացաք նախագծի մասին եւ ինչպես որոշեցիք մասնակցել կաստինգի։ Սկզբում իմ ընկերներից մեկը ինձ Շանթի պաշտոնականներում գցել էին կաստինգի մասին։ Ուղարկեց, ասեց, լավ, պատանեկական, ոնց որ սերիալ է, կարաս գրանցվես գնաս։ Ու տենց շատ կասկածեցի, գրանցվեմ, չգրանցվեմ, որոշեցի չգրանցվեմ։ Ուղղակի թողեցի։ Հետո որոշ ժամանակ անց ես հաճախում եմ Trio Studio, դերասանական խմբակ Գրիգոր Դանիելյանի ու Ռեփսիմե Էլինյանի ստուդիան։ Ու մի օր դասից մեզ Գրիգոր Դանիելյանը հանում է, ասում է, որ սենց կաստինգ կա Շանթում պատանեկական սերիալ է ու տենց մի քանի հոգու մեր դերասանական խմբակից ուղարկեցին այդ կաստինգին։ Կաստինգը մի քանի փուլով տևեց, սկզբում ճիշտ ասած ուրիշ դերի համար էի, Շաքեի դերի համար էի ես ընտրվել։ Հետո որոշ ժամանակ անց փոխվեց, ոնց որ վերջնական ընտրվեցի Ժասմինի կերպարի համար, որի համար անչափ ուրախ եմ, շատ սիրել եմ Ժասմինի կերպարը։ Ու այդպես ստացվեց, մի քանի փուլով տևեց ու անցա։ Բայց քեզ կպատկերացնեի Շաքեի կերպարում։ Իրականում Շաքեի կերպարը իմ հակապատկերն է, դրա համար սկզբում շատ էի մտածում կկարողանամ այդքան բնական խաղամ, ոնց որ կարողանամ հանդիսատեսին փոխանցել այդ էմոցիաները։ Երևի չգիտեմ, հետո ռեժիսորներն զգացին, որ ավելի շատ Ժասմինի կերպարն է ինձ համապատասխան, բնավորության գծերով։ Չգիտեմ, շատ ուրախ եմ, որ Ժասմինի կերպարը անձնակազմի պրոֆեսիոնալիզմը ամեն դեպքում խոսեց եւ հասկացան, որ ճիշտ կերպարը քեզ համար կարող է լինել Ժասմինի կերպարը։ Դու Գոր, ինչպես ընտրվեցիր։ Ես ու ընկերս տեսանք հենց Շանթի Instagram-յան էջով հայտարարությունը։ Որոշեցինք գնանք, բայց մի որոշ ժամանակ անց հասկացանք, լավ է, ավեշ չկա։ Ուղղակի որոշեցինք չգնանք։ Հետո ընկերս ինչ-որ կաստինգ ընկերությունում էր գրանցված, իրանատեղից ասեցին, սենց են կաստինգա կուզես գաս, ասին ընկերոջս օքեյ, բերեմ ասա, տենց գնացինք։ Եվ ընկերդ չընտրվեց։ Եվ ընկերս ցավոք չընտրվեց, բայց ես իր շնորհիվ եկա այստեղ, ընկերս ու Այո։ Լավ, իսկ հենց այն կերպարի համար էիր եկել կաստինգի, որը հիմա խաղում ես։ Դե փաստորեն հա, բայց փորձել եմ Վարդանի ու Վարդան, Կարեն ու Դավիթ են փորձել։ Ու բոլորը ինձ ասում են, դե բնականաբար մեր անձնակազմում, որ Կարենն էր քոնը, չպիտի դու ուրիշ բան խաղայր, բայց ես շատ կուզեի Դավիթ խաղայի։ Դեռ շատ է գալիս։ Մի անգամ սերիալը շատ դիտողություն ունեցավ եւ հատկապես ձեր տարիքային, մեր տարիքային խմբի լսանին է դա հետաքրքիր։ Մեր Եվ դուք զգացիք ձեզ վրա այդ ուշադրությունը, այդ գեր ուշադրություն լսարանի ակտիվությունը, որ մենք արձանագրում ենք ամեն օր բոլոր հարթակներից։ Դե հա, գիտեք ոնց եղավ, ես ունեի մինչև պրոյեկտը 370 քանի պատվիշիկ։ Ինստագրամյան հետևորդները խոսում են ամեն ինչի մասին։ Հետո ինչքան է հիմա դարձել հետևորդները։ Հիմա 11000 պլյուս է, գուցե արդեն ավելի շատ, չգիտեմ։ Իսկ օֆլայն հետևորդներից արդեն արձագանք ստանում եք։ Դրսում ինչ-որ մեկը տեսնում։ Այո։ Ինչպեսի խոսքեր ես լսում։ Շատ ջերմ խոսքեր եմ լսում, որի համար շատ շնորհակալ եմ։ Ու Ժողովուրդ ջան, կարամ չէ։ Եթե ցանկություն ունեք նկարվելու, եկեք նկարվեք։ Մի կողքից սենց դեպք պատմեմ, հա, մի հատ սենց դեպք պատմեմ, էլի։ Մի անգամ իմ հետևից եկեք աղջիկ զուտ մաներ եկե ու տենց երեքս չարեցին մոտիկանար նկարվել։ Դու առաջարկ էի։ Դե այդ ժամանակ ուղղակի ես չֆայմեցի, իմ մեղավորությունն էլ կա բնականաբար։ Տես մարդիկ ամաչում են, դու պետք է առաջարկես, եթե տեսնում ես, ասես, խնդրեմ ամաց եկեք նկարվենք, Արսինե դու ինչ կասես։ Իրականում այս պրոյեկտից առաջ ես փորձ ունեցել եմ արդեն, համ դեպի ճամբար 4 տեսնում են մոտիկանում են, ու եթե որոշ դերասանների համար կարող է դա ժամանակի ընթացքում դառնա սովորական
մոտիկանա նկարվի, չգիտեմ, թեկուզ լավ խոսքեր ասի, իմ օրը սենց լցվում է ու շատ եմ սիրում այս գործը, հենց համար ամեն օրս լցնում եմ ոնց որ այդ ուշադրությունը։ Իսկապես դերասանի համար կարծում եմ սա շատ կարևոր է, երբ գնահատում են իր աշխատանքը, որովհետև դերասանն աշխատում է հանդիսատեսի եւ հեռուստադիտողի նման քո կերպարին։ Ես ասել եմ ու մի հատ եք ասեմ, երկուսս էլ ահավոր ընկերասեր ենք, բայց մեր ընկերասիրությունը մի քիչ տարբեր է։ Կարենը որ կարա ընկերների վրա հումոր անի, սենց թեթև, ես շատ եմ սիրում ընկերներիս վրա հումորներ անել։ Շատ լավ, բայց խնդրում եմ, ասա Կարենի արտահայտությունը, որը իր կերպարի հիմքն է եւ ամեն օր բոլոր սոցհարթակներում այդ հատվածները շատ տարածված են։ Իսկ թվում է չունի։ Ունի, Արսենը դու գիտես, չէ՞, ունի։ Ժասկներես իհարկե, լավ չես։ Այո։ Ասա խնդրում, Ժասմինի կերպարը նստած է այստեղ, խնդրում եմ քո արտահայտությունը։ Ժաս, կներես իհարկե, բայց լավ չէ։ Ու տարբեր իրավիճակներում այս արտահայտությունը կերպարը անում է, այո, եւ բավականին ծիծաղելի ու այդ հատվածները էդիտերն պատրաստում այդ հատվածներով եւ բավականին շատ տարածվում է այդ հատվածները։ Արսենեի կերպարը ունի նման արտահայտություն արդյոք։ Տենց ինչ որ ֆիքսված արտահայտություն չունի։ Չէ, երևի չեմ կարող տալ ինչ որ արտահայտություն։ Ես սա դպրոցական կյանքի մասին է այս սերիալը, որտեղ կա բուլինգ, կա սեր եւ կա վստահություն եւ հիասթափություն նույնպես։ Ինչքանով է իրական դպրոցական առօրյան դեռասի կյանքը արտացոլվում այս հեռուստասերիալում։ Ըստ ձեզ։ Իրականում սերիալի միտքը շատ արդիական է, քանի որ դպրոցում մեծ բուլինգի հարթակ է։ Հիմա մենք համացանցի միջոցով շատ ենք տեղեկացվում նման դեպքերից ու կարծում եմ սերիալը շատ արդիական թեմաներ է բարձրացնում, այդ բուլինգը իրականում շատ է տարածված ու հիմա ոչ միայն, չգիտեմ, ինչ-որ մենակ խելացի մարդկանց են բուլինգ անում կամ չգիտեմ, շատ հնաոճ հագնվող մարդկանց, այլ շատ հնարավոր է թեկուզ գեղեցիկ մարդկանց բուլինգ անեն իրենց տարբերվող մտածելակերպի համար եւ այլն ու կարծում եմ որ սերիալում այդ միտքը շատ կարեւոր է որ վերջում այնպիսի հանգուցալուծում կտրվի կարծում եմ որ շատ երեխաներ շատ բան սովորեն այդ սերիալից։ Արսենե, եթե չեմ սխալվում, դու դպրոցահասակ ես։ Հա։ Ձեր դպրոցում կա տարածված բուլինգ եւ արդյոք եթե քեզ համար դա վախենալու չէ եւ կարող ես ասել դու երբևէ ենթարկվել ես բուլինգի ու ինչ թեմայով։ Կոնկրետ մեր դպրոցում չի եղել նման դեպք ու վստահ եմ որ չի լինում, բայց շատ դպրոցներում հաստատ լինում է։ Ես երբեք բուլինգի ենթարկված չկամ, բուլինգի ենթարկած առավել եւս չկամ։ Ես հակառակը բնավորությամբ ավելի շատ այն երեխաներին, ում փորձում են բուլինգի ենթարկել կամ թեկուզ արհամարել որոշ չափով ցույց տալ առանց դատուկ վերաբերմունք, ես հակառակը փորձում եմ պաշտպանել, որովհետեւ չգիտեմ, բնավորությամբ այդպեսի մարդ եմ։ Այնպես ինչպես որ կերպարն է։ Ահա, իրականում շատ նման եմ կերպարից։ Իսկ դուք գոր երբևէ բուլինգի ենթարկել եք կամ ենթարկվել եք արդյոք։ Թեթևակի։ Թեթևակի Ենթարկել է։ Թեթևակի։ Դե ենթարկվելն էլ թեթևակի, բայց այդ որ ասում էի հումորն է, չափի մեջ, sense առանց նեղանալու, հա։ Դա կարծում եմ բուլինգ չէ, երևի թե կատակ է, եթե առանց նեղանալու է եւ առանց նեղացնելու։ Մեղմ բուլի։ Չգիտեմ ոք ինչ անուն մտածեմ էլի։ Ահա։ Ու իրական Արսենն ինչ ասեց, ես լրիվ համաձայն եմ։ Ես պայտակ sense լսում եի, զգում էի, որ բան չմնաց, որ ես խոսամ։ Որտեվ շատ ճիշտ էր ասում ամեն ինչ։ Շատ լավ։ Քանի որ ես մարմինավորում եմ ուսուցիչներից մեկի կերպարը, Մարթայի կերպարը, ով դասղեկն է ձեր, այո։ Ուզում եմ հասկանալ դուք որպես դպրոցահասակ Ձեր դպրոցում նմանատիպ են ուսուցիչները, թե սերիալում արտացոլվում են այն ուսուցիչները, ում մասին երազում են այսօրվա աշակերտները։ Կոնկրետ մեր դպրոցում իմ դասղեկի մասին կարող եմ խոսել, ինքն էլ միշտ մեզ լսող, հասկացող դասղեկ է, ասենց կարող է լինի դասեր, որ մենք ուղղակի 45 րոպե ուղղակի խոսենք իրար հետ, չգիտեմ, բարձրաձայնի դասարանական լուրջ խնդիրները, չգիտեմ, իմ դասղեկը այդ առումով ձեզ նման է, հենց Մարթայի կերպարի։
ու շատ ուրախ եմ, որ հիմա դպրոցներում բացի կրթական ոնց որ կրթական առումից կա նաև ոնց որ դաստիարակում են երեխաների մեջ շատ արժեքներ, որը շատ կարևոր է կարծում եմ, ոչ միայն կրթական առումով, այլ նաև որոշակի մարդկային որակների համար, այո, ձևավորելու նպատակով։ Գոր, ինչ կարծես դու։ Ես նույնպես համաձայն եմ Արսինեի հետ։ Դուք այսօր Գորլը շատ համաձայն եք Արսինեի հետ։ Միշտ է արդյոք այդպես, թե միայն այսօր։ Շատ 80-90%-ով։ Շատ լավ։ Քանի որ համամիտ եք իրար հետ, ես ուզում եմ ձեզ այսպեսի մի հարց տալ, երկուսիդ էլ ուղղում եմ հարցս։ Խնդրում եմ մեզ պատմեք այնպեսի մի իրավիճակ, որը մենք չենք տեսել կադրում, մնացել է կադրից դուրս, բայց դա բավականին հետաքրքիր է, մտերմացրել է ձեզ գուցե, որովհետև դուք կերպարներով բավականին մտերիմ եք իրար հետ։ Արդյոք իրական կյանքում էլ է այդ մտերմությունը շարունակվում, թե ոչ։ Մի հատ մտերմության պահով բան ասեմ, մեր մտերմանալը սենց գիտեք ոնց է եղել դաթարների ժամանակ երբ օրինակ ուրիշ տեսան նկարում, օրինակ ձեր տեսանները երբ որ սկզբում նկարում երեխեքով պարապեինք, այն որ դուրս են գալիս աստիճանի մոտ միշտ տենց նստում խոսում ենք, այդ տենց ենք մենք մտերմացել հիմնականում, ուրիշ տեղեր տենց նորմալ չենք հասցնում տենց շփվենք նորմալ իրար հետ։ Այսինքն նկարահանումներից դուրս շփում դեռևս չկա։ Որտեղ սա սենց զբաղված ենք, միշտ խառն ենք լինում, չենք հազարից մեկ սենց միամիտ տեսնում ենք իրար։ Հասկացա, Բայց գոնե տեսնելուց ուրախանում եք։ Մենք իրար հետ շատ լավ ենք։ Ես ուզում եմ նաև հիշենք զվարճալի պատմությունները, ակամայից ես հիշեցի այն շրջանը, երբ ես նույնպես նկարվում էի Շանթ հեռուստաընկերության սերիալներում եւ վստահաբար կարող եմ ասել, որ ամենահետաքրքիր, ամենազվարճալի պատմությունները ծնվում են հենց այդ տեսարանների արանքներում, այո։ Կհիշեք նմանատիպ պատմություններ կամ դրվագներ, որոնք հատկապես հիշվել են եւ հիշվելու են դեռ երկար ժամանակ։ Պատմիգոր։ Հենց կադրից դուրս չի ինքը, կիսատ է։ Ահա։ Կեսը եղել է եթերում, կեսը կադրից դուրս է Եթերում չէ, մնացել։ այդքան ինստայում։ Ահա։ Ստյոպի ինստագրամյան էջում, որ ինքը գցել էր վլոգ, մի գեղեցիկ Ով օր։ մարմինավորում է Սևակի կերպարը։ Հենց առաջին կադրում ես գնում եմ, վախացնում եմ իրան, հերոսը ընկնում է։ Եվ ինչ եղավ հեռախոսի հետ, կոտրվեց։ Հեռախոսը իրականում Ստյոպը ահավոր ներվայնացել էր իմ վրա։ Ես էլ ասում եի, վայ լավ հեռախոսը էլի եղածը կարևորը աշխատում է։ Ով չունի, բնականաբար։ Ինձ թվում է դու պետք է ասես դե լավ, ոչինչ, ես քեզ համար նոր հեռախոս կգնեմ։ Չէ, ես դες չեմ ասել։ Իրական լուրջ բան չէր եղել։ Սենց թեթև այս մասը սենց ոնց որ չէ լուրջ բան էր եղել։ Հասկացա։ Դու ինչ հետաքրքիր դեպք կհիշես Արսինե։ Իսկ մտերմությունը կա ընդհանուր, ինչպես է անցնում, թեկուզ նկարանների ստոպերը։ Ես անկեղծ չէի սպասում, որ այսքան կարճ ժամանակատվածում մենք այսքան կմտերմանանք ու կսիրեմ այդքան երեխեքին։ Քաստինգի օրերից Գորին եմ հիշում, Էվային եմ հիշում։ Ու հենց սկզբի օրից մենք շատ լավ ենք այդ լեզու գտել ու հիմա էլ նկարների ժամանակ շատ առողջ մթնոլորտ է, բոլորով շատ լավ շփվում ենք, երեխեքը շատ լավն են ու ես հիմնականում Գորի, Գուրգենի, մեկ էլ Ստյոպի հետ եմ նկարվում, ամենաշատը երեք հետ եմ նկարվում, մեկ էլ Էվայի ու Մարալի իրանց հետ այնքան մտերմացել եմ, այնքան լավն են ու այդ երեք հետ էլ շատ կոմֆորտ է ինձ նկարվելը։ Սենց չգիտեմ, շատ լավ անցնում, շատ թեթև, կարող եմ մենք առավոտ 9-ից մինչև գիշերը 12-ը նկարման լինենք, բայց այնքան արագ անցնում, այնքան հեշտ, այնքան լավ անցնում այդ ժամանակը, որ չես էլ զգում, չես էլ հոգնում։ Լավ, հասկացա, վերջին հարցը այսպես ամփոփիչ, տեքստերը # սովորում։ Կոնկրետ ես, հա։ Դու։ Սկզբում ահավոր բարդ էր, բայց հիմա գնալով հարմարվում ու ես մի քիչ նես դերասան եմ, որ չեմ կամ հստակ տեքստով խաղամ, ձևափոխում եմ համարյա միշտ։ Իմպրովիզային։ Հա, իմպրովիզային շատ եմ անում ու դրա հաշվին հեշտ է իմ համար դառնում տեքստ սովորելը, բայց որ բառ լինի չեմ կարողանա հաստատ։ Շատ լավ, շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալություն հիշեցնենք սիրելի հեռուստադիտողներ, ձեր բազմահազարանոց խնդրանքով մենք մեր մոտ հյուրընկալեցինք Շանթ հեռուստաընկերության ամենալիցինգային սերիալներից մեկի մի գեղեցիկ օրի դերասաններին Արսինե Թադևոսյան եւ Գոր Կարապետյանին։ Շնորհակալություն, իսկ մենք անցնենք առաջ, շարունակենք մեր թողարկումը։ Այս պայն առաջարկում լսենք երաժշտություն։ Ես այնքան համաձայն եմ քո առաջարկի հետ։ Գնացինք երաժշտություն Շանթի եթերում։